Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կմնա իր պաշտոնում միայն այն դեպքում, եթե հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցնի ընկերության լիցենզիան։ Եթե լիցենզիան պահպանվի, ՔՊԱ-ական Պետրոսյանը ստիպված կլինի լքել պաշտոնը։ Մինչ հետ տեղափոխվելը նա պետական վերահսկողական ծառայության պետն էր։ Այդ հաստիքը մոտ 4 ամիս է թափուր է։ Եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարչի ինստիտուտը պետք է մնա եւ շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ հետ փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Հա? Եթե կարճվի, բնականաբար ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի եւ սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել իրենց։ Ինչ? Այո։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության լիցենզիան կդադարեցվի թե ոչ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով հայտնի կդառնա նոյեմբերի 18-ին, երբ ամփոփեն ամիսներ առաջ հարուցված վարչական վարույթի արդյունքները եւ որոշում կայացնեն։ Այսօր հանձնաժողովի նախագահը հրաժարվեց խոսել ընկերությունում իրենց ուսումնասիրություններից։ Քանի որ վարույթը ընթացքի մեջ է, ես բազմիցս լրագրողներին առիթ եղել է այդ մասին տեղեկացրել եմ, վարույթը ընթացքի մեջ լինելու ժամանակահատվածում ես իրավասու չեմ եւ իրավունք չունեմ վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինֆորմացիա հրապարակելու։ Հեցի կառավարումը վերցնելու եւ ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց այն նույն օրը, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց, ինքն էլ իր ձևով կմասնակցի եկեղեցու պաշտպանությանը։ Այդ հարցազրույցից հետո գործարարը իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով հայտնվեց ճաղերի հետևում։ Ես մեր եկեղեցու կողքին եմ։ Իսկ նրան պատկանող էլեկտրական ցանցերը վարչապետը խոստացավ պետականացնել։ Հեցը պետքա ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Շաբաթներ անց իշխող խմբակցությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություն, որով հեցի կառավարումը անցավ գործադիրին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակեց ՔՊԱ-ական առանցքային անդամներից Ռոմանոս Պետրոսյանին։ Ստեսություն լավոր եմ։ Ու թեև Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը պահանջել էր զերծ մնալ հեցուն որևէ փոփոխությունից, մինչև ընկերության վերաբերյալ վերջնական որոշումը կառավարությունը միևնույն է այն չկատարեց։ Եվ միջազգային արբիտրաժը ըստ էության փորձել է պարտադրել չկիրառել այն օրենքը, որը որ գործում է, ինչը մենք չենք կարող անել։ Մեսրոպ Մեսրոպյանը ամիսներ առաջ դիմել էր միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչին, որպեսզի արբիտրաժի միջանկյալ որոշման վերաբերյալ մասնագիտական կարծիք ստանար։ Գրասենյակից ասել էին, այդ որոշումը ենթակա է պարտադիր կատարման։ Պաշտոնյային այսօր հարցրինք, ինչու անգամ դրանից հետո չկատարեց միջազգային դատարանի որոշումը։ Դա այն հարցերի շարքին է պատկանում, որին այս պահին իրավասու չեմ պատասխանելու։ Վարույթը կավարտվի եւ ես Մինչ նախկին ՔՊԱ-ական այժմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, թե հեցի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վարույթի արդյունքները ամփոփելուց հետո, վարչապետն առանց դրա էլ անցած ամիս հայտարարել է, գործընթացն անկասելի է։ Կա երկու սցենար, կամ հեցը ազգայնացվում է, կամ բաժնետոմսերը փոխանցվում են էներգետիկ ոլորտի միջազգային որևէ ընկերության։ Այս դեպքում բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը։ Ընկերության լիցենզիայի դադարեցման դեպքում կառավարությունը ունի ֆինանսական անհրաժեշտ միջոցներ, որպեսզի գնի հեցը։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդացյանն արձագանքում է առանց երկմտելու։ Եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի եւ կարող է միջոցներ ներգրավել։ Թե ինչքան են ընկերության սեփականատերերը գնահատում, այն հայտնի չէ, բայց կալանավորված միլիարդատիրոջ փաստաբանական թիմը $500 միլիոն փոխհատուցման պահանջով դիմել է արբիտրաժային դատարան։ Սա Հայաստանի պետբյուջեի ավելի քան 5%-ն է։